Սիրիայանում հայ համայնքն առաջին զոհն է ունեցել։ Ալիք օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը Փաստինֆոյի մեր գործընկերներին հայտնել է, որ մարտի 26-ին ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը։ Արտակարգ իրավիճակ է Սյունիքում, տեղումների ինտենսիվության պատճառով գետերի ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է, հանգեցնելով փլուզումների։ Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարի պատնեշի փլուզման հետևանքով ջրի հոսանքով բերված իրերը լցվել են ավտոճանապարհին, ինչի պատճառով կան արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայության ստորաբաժանումները այս պահին համապատասխան աշխատանքներ են իրականացնում տեղում ճանապարհը մաքրելու եւ տրանսպորտային միջոցները դուրս բերելու համար։ Սյունիքի մարզպետի փոխանցմամբ պատկան մարմինները անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի եւ մարզի ողջ տարածքում իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։ Լոռու մարզում տեղումների առատության պատճառով Դեբետ գետի մակարդակը եւս բարձրացել է, հայտնել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ու նշել, որ մարզային բոլոր օղակները այս պահին արդեն անցել են շուրջօրյա արտակարգ ռեժիմի։ Քաղաքացիներին կոչ եմ անում դիստանցիա հեռավորություն պահպանել առափի հատվածներից, այն քաղաքացիները, ովքեր անաստագոմեր այգիներ ունեն առափի հատվածներում, այսօր եւ առաջիկա 2 օրերին խնդրում եմ դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ Վերջին անգամ 2024 թվականի մայիսի վերջին էր Դեբետը վարարել, դառնալով Տավուշի ու Լոռու մարզերում աղետալի ջրհեղեղի պատճառ։ Այն խլել էր 4 մարդու կյանք, փլուզել կամուրջներ, վնասել միջպետական ճանապարհն ու երկաթգիծը։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Ինձ հետ որպես վարչապետ գալիք սեպտեմբերը եւ դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու, գրել է ազգային բարերար Սամվել Կարապետյանը իր նոր ուղերձում, այսպես արձագանքելով սեպտեմբերին հնարավոր նոր պատերազմի մասին Հայաստանի վարչապետի հայտարարությանը։ Ձեզ համար միայն լավ նորություններ ունեմ։ Սամվել Կարապետյանն իր ուղերձում Նիկոլ Փաշինյանին անվանում է հեռացող իշխանություն, քանի որ վստահ է հունիսի 7-ին իր ղեկավարած ուժեղ Հայաստան կուսակցությունը հաղթելու է խորհրդարանական ընտրություններում։ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։ Երկրի հեռացող ղեկավարությունը փորձում է ձեզ համոզել, թե խաղաղության միակ ճանապարհը թուլությունն է եւ մեր հակառակորդների պահանջներին ենթարկվելը։ Ես կոչ եմ անում բոլոր հայերին չվախենալ։ Թույլ մի տվեք, որ նույն մարդիկ, որոնք արդեն ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանը, ձեզ կրկին սպառնան պատերազմով։ Որպես վարչապետ ես կապահովեմ ուժեղ եւ երկարատև խաղաղություն։ Այդ խաղաղությունը հիմնված կլինի ուժեղ դիվանագիտության, անվտանգության մի քանի երաշխավորների ուժեղ պաշտպանության վրա, ուժեղ սահմաններով, 10,000 անօդաչու թռչող սարքերով, պաշտպանված երկնքով եւ արդիականացված պրոֆեսիոնալ վերազինված բանակով, գրել է Սամվել Կարապետյանն իր ուղերձում։ Շնորհակալություն։ Հեռախոսով խոսել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, ըստ մեր ԱԳՆ-ի հաղորդագրության Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային եւ բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։ Գոհունակություն հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում դրական զարգացումների համար։ Իրանում պատերազմի սկսվելուց հետո սա երկրորդ հեռախոսազրույցն է Միրզոյանի ու Բայրամովի միջև։ Առաջինը տեղի էր ունեցել մարտի 5-ին։ Երևանի վարչական դատարանը 3 օր շարունակ քննելուց հետո Տաշիր կապիտալի հայցը որոշել է մերժել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված բողոքը։ Փաստաբան Վարդան Ալոյանի փոխանցմամբ դատարանի այս որոշման արդյունքում հեծի լիցենզիան կշարունակի մնալ դադարեցված։ Դատական քննության ընթացքում դատարանը լսել է կողմերի ներկայացրած փաստարկները, սակայն ի վերջո ուժի մեջ է թողել լիցենզիայի կայացման վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի սկսած պատերազմի մեկամսյա փուլում ամերիկյան հետախուզությունը հաստատված է համարում Իրանի հրթիռային զինանոցի միայն 1/3-ի ոչնչացումը։ Ստորգետնյա թունելների ու բունկերների զանգվածային ռմբակոծություններից հետո զինատեսակների եւս 1/3-ի վիճակը մնում է անորոշ։ Փորձագետները կասկածի տակ են դնում Վաշինգտոնի լավատեսական զեկույցները, մատնանշելով թե Իրանի պահպանված մարտունակությունը։ Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Հնդկական օվկիանոսի ուղղությամբ նույնիսկ թիրախավորված ռազմակայաններից։
Նախագահ Թրամփը հայտարարում է հակառակորդի հյուծման մասին, բայց միաժամանակ զգուշացնում Հորմուզի նեղուցում մնացած հրթիռների վտանգի մասին։ Կա հիմնավոր մտավախություն, որ Իսլամական Հանրապետությունը միտումնավոր խնայում է իր հնարավորությունները հետագա էսկալացիայի համար։ Էպիկական զայրույթ գործողությունը բախվում է լուրջ խնդրի՝ ստորգետնյա ենթակառուցվածքների մասին հստակ տվյալների բացակայության պատճառով։ Way too many Americans who are being defrauded by ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը պատրաստվում է ստանձնել իր կարիերայի ամենակարևոր առաքելությունը, ղեկավարելով Իրանի դեմ պատերազմն ավարտելու ուղղությամբ Վաշինգտոնի գործողությունները։ So as much as we've got Ըստ Axios-ի Vance-ն արդեն ակտիվ շփումների մեջ է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Պարսից ծոցի դաշնակիցների հետ։ Անուղղակի կապ է հաստատել իրանական կողմի հետ։ Ամերիկյան եւ իսրայելական աղբյուրները նշել են, որ Vance-ը բավականին կասկածամիտ է եղել Իսրայելի ներկայացրած վարդագույն կանխատեսումների նկատմամբ։ Նեթանյահուի հետ ունեցած դժվարին հեռախոսազրույցի ընթացքում փոխնախագահը շեշտել է, որ Իսրայելի վարչապետի սպասումները, թե Իրանում հեշտությամբ ռեժիմի փոփոխություն տեղի կունենա, ժողովրդական ապստամբության միջոցով չափազանց լավատեսական էին եւ չէին համապատասխանում իրականությանը։ Չնայած արկա լարվածությանը Սպիտակ տանը կարծում են, որ Vance-ն ավելի ընդունելի զրուցակից է իրանցիների համար, քան նախկին բանակցողները, որոնք ձախողել էին։ به آمریکا هم بگم Եթե բանակցությունները կայանան, Vance-ի զրուցակիցը կարող է լինել Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բահեր Ղալիբաֆը։ Վաշինգտոնը չի բացառում նաև ռազմական լուրսրացման տարբերակը, եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն։ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն բումերանգի նման հարվածելու է հենց հարձակվողներին։ Նախ զգուշացրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին։ Նա նշել է, որ Պարսից ծոցի աշխարհագրական դիրքը թույլ չի տա ագրեսորներին խուսափել հետևանքներից, եւ Իրանի անվտանգությանը սպառնացողները մեծ վնասներ կկրեն։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի իր գործընկեր Հական Ֆիդանի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային սուր լարվածությունը եւ ԱՄՆ իսրայելական ագրեսիվ գործողությունները։ Արաղչին շեշտել է, որ Վաշինգտոնի վարքագիծը հակասական է։ Նրանք եւ բանակցություններ են առաջարկում եւ լրացուցիչ զորք ու տեխնիկա են բերում տարածաշրջան Իրանի դեմ նոր հարձակումների համար։ Նախարարը հստակեցրել է, Թեհրանը չի սկսել այս հակամարտությունը եւ միայն պաշտպանում է իր ինքնիշխանությունը, ակնկալելով, որ միջազգային հանրությունը կդատապարտի հանցագործությունները։ Հրապարակվել են կադրեր, թե ինչպես է կործանվում Հորմուզի նեղուցով առանց թույլտվության անցնել փորձող նավթատարը։ Քուվեյթի օդակայանում խոշոր հրդեհ է բռնկվել, երբ անօդաչու սարքերը հարվածել են նավթատար տանկերներին։